Այսպես շարունակում ենք ուրեմն Python-ի խնդիրների դիտարկումը, այսօրվա խնդիրը հետևյալն է. գրել ֆունկցիա, որ ռեկուրսիվ կերպով կհաշվի Fibonacci n-րդ անդամը։ Ուրեմն Fibonacci թվերը իրենցից ինչ են ենթադրում, ուրեմն Fibonacci n-րդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին։ Ու հաշվարկը կամ հավաքակալումը սկսում էր 0-1-ից, 0-1, ուրեմն հաջորդը կլինի 1, հաջորդը կլինի 2, որտեղ սրանց գումարը 2 է, հաջորդը կլինի 3, ըստ սրանց գումարի, հետո կլինի 5, հետո կլինի 8, 13 եւ այսպես շարունակ։ Հիմա պետք է հաշվենք Fibonacci-ի այդ թվերը։ Ուրեմն այսինքն ներմուծումը համարը ենթադրենք ներմուծվեց 5, հա 0 1 2 3 4 5, 5-ի դեպքում դա եթե ներմուծվեց 6, ապա պետք է տպի 8, ներմուծվեց 7 13 եւ այդպես շարունակ։ Ուրեմն սա ռեկուրսիվ կերպով ոնց է իրականացնում։ Ուրեմն եկեք հայտարարենք ֆունկցիան dev Fibonacci այսպես։ Ուրեմն Fibonacci թիվը ստանում է ընդամենը մեկ հատ փոփոխական, դա number-ը լինելու, որը համարն է եւ որը լինելու է int տիպի։ Ուրեմն ինքն է վերադարձնում է էլի Fibonacci int տիպի թիվը վերադարձնում։ Դա Fibonacci թվերը int տիպի են։ Այսինքն հեսա, եթե ներմուծեցի օրինակ 1 վերադարձնում։ Իր բազային պայմանը ինքը որ դեպքում պետքա կանգնի, հա, որ դեպքում պետքա ռեկուրսիվ կանչ չիրականացնի։ Այդ այն դեպքում է, եթե n-ը հավասար է կամ 0 կամ 1։ Այս երկուսից ենք սկսում։ 0 համարը 0-ն է, 1 համարը 1-ն է։ Ուրեմն ասում ենք հետևը, եթե n-ը հավասար է 0 կամ n-ը հավասար է 1, ապա այս դեպքում return արա n-ը։ Հիմա n-ը 0 կլինի 0, արա n չէ, մեր մոտ number-ը, հա, կներեք։ Number այստեղ էլ ուրեմն number։ Այսպես։ Ուրեմն եթե n-ը 0 է կամ 1-ը, return ենք անում այդ թիվը։ Մնացած դեպքերում else-ով եկեք գրեմ, ուրեմն մնացած դեպքում return ենք անում։ Ուրեմն կանչում ենք Fibonacci ֆունկցիան։ Իրան ըստ պայմանի, ինչպես պայմաններ ասում, այսպես Fibonacci ֆունկցիան, ինչպես պայման ասում, ուրեմն Fibonacci n-րդ անդամը ասել նախորդ երկուսի գումարը, այսինքն իրան կանչում եմ մի հատ n մինուս number մինուս 1-ի համար, ոնց մոտ մոռանում եմ որ number-ը, number ուրեմն մինուս 1-ի համար եւ այս արժեքին գումարած, էլի ֆունկցիան կանչած Fibonacci արդեն n number մինուս 2-ի համար։ Այսպես, այս երկուսի համար ենք կանչում։ Հիմա եկեք աշխատացնենք, տեսնենք ուրեմն ոնց է ինքը իրեն դրսևորում։ Նախ եւ առաջ պետք է տպենք, այսինքն print ենք անում, ուրեմն print ենք անում Fibonacci եւ իրեն փոխանցում ենք ինչ-որ արժեք։ Օրինակ, եկեք Fibonacci, տեսեք այստեղ երբ կայնել է մի հասնում որ դու int պետք է փոխանցես եւ ինքը քեզ int-ա վերադարձնելու։ Ուրեմն եկեք իրեն փոխանցենք, ենթադրենք 7 դեպքում 13 է կարծեմ։ Աշխատացնենք։ Եվ հա տվեց Fibonacci 13-րդ անդամը։ Վերջ ընկերներ, սա Fibonacci խնդրի այս լուծումը, բայց իրականում այս խնդրի լուծումը մի քիչ շատ դանդաղ է աշխատում։ Ինչով է դա պայմանավորված։ Տեսեք, Fibonacci-ն իրական արդյունքում այս ռեկուրսիվ կանչերի վերվելու է սրան, չէ, 0-ներ 1-երի։ Եվ ներքևում ինքը ծառա, այսինքն sense ճյուղավորվելով իջնում է, ինքը գծեմ։ Այսպես ճյուղավորվելով ինքը իջնում է, այստեղ n-1-ն է, այստեղ n-2-ն է։ Ու այսպես շարունակեք, sense իջնում է։ Ու արդյունքում ճյուղեր են ձևավորվում։ Ճյուղերում լինում են, այսինքն ինչ որ ճյուղ է լինում, այդ թվերն են։ Այս ներքևն են 0-ներ եւ 1-եր։ Ընդ որում այս թիվը որ ստացվում է, գեներացվում, հա, ենթադրենք ստացանք 13, այս 13-ը ներքևում եղած 13 հատ 1-երի գումարն է։ Դե պատկերացրեք 13 հատ 1-ը մի այդքան էլ 0 կա, եթե ոչ ավել։ Եվ արդյունքում, եթե օրինակ ես ուզում եմ հաշվեմ Fibonacci, չգիտեմ, հաջորդ թիվը կամ ինչ որ մեծ թիվ եմ ստանում, օրինակ Fibonacci ինչ որ թիվ հավասար սրան, որ պատկերացրեք, սա ինչ է ենթադրում, որ ես իմ ստացած թիվը այնքան եմ sense մանրացնում, բերում 0-ներ 1-ը, որ այսքան թիվ եմ ստանում, ֆունկցիան այդքան կանչում է։ Եվ սա արդեն ազդում է ֆունկցիայի արագ աշխատանքի վրա։ Fibonacci խնդիրը ռեկուրսիվ ձևով գրելը մի փոքր լավ մոտեցում չի, բայց սա օրինակ է, որտեղ դու կարող եք լավ պատկերացնել, թե ինչպես է ռեկուրսիվ ֆունկցիան աշխատում։ Այսօր եմ այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։